Երեկ Դավիթ Իշխանյանը Արցախի ազգային ժողովի նախագահը բանդից դիմել է ձեզ։ Ես այդ նամակից մի քանի հատված ներկայացնեմ։ Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ հստակ նպատակներով եւ հեռահար ռազմավարությամբ։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ես հիմա ուզում եմ բանավոր ձևով դիմել նրան, որպեսզի ինքը միջնորդի եւ Ադրբեջանի համապատասխան կառույցներից գուցե նաեւ իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն եւ ադրբեջաներեն տարբերակները, մեղադրական ակտերի ամբողջական տեքստերը եւ մեր դատավճռի ամբողջական տեքստը փոխանցի ընտանիքիս եւ հարազատներիս։ Այստեղ ձեր հնչեցրած բոլոր գնահատականները, որոնք հայտարարությունների տեսք են ունեցել, ձեր բանավոր եւ այլ խոսքերում շատ եմ հանդիպել, ընդ որում մի քանի գնահատականներ կա, որոնք հաճելի է անդադ բարձրաձայնել, ինչպես ապօրինի բանտարկությունը եւ այլն, կեղեքումներ, բաներ, դրանք հրաշալի է, բայց կոնկրետ կներեք, խոսքից եւ հայտարարություններից այն կողմ մենք որևէ արդյունք չունենք։ Ես հիմա ձեզ բարձրացնում եմ այն մասին, որ որևէ միջազգային մեխանիզմ այսօր չի աշխատում Բաքվի հետ եւ Կարմիր խաչ եւ այլն, որևէ միջազգային կազմակերպություն այնտեղ մոնիտորինգ չի իրականացնում։ Եվ խնդիրը մարդասիրական եւ իրավական հնարավոր մեխանիզմների մասին են եւ կա միջազգային ճանաչված անկախության սկզբունքի հիման վրա գործող անկախ մոնիտորինգային մեխանիզմներ եւ բավարար քաղաքական կամքի ցանկության դեպքում Հայաստանը, խնդրում եմ, շատ կարևոր է, թողեք մեկ նախադասությամբ ավարտեմ։ Հայաստանը կարող է այնտեղ հաջողություններ արձանագրել ճիշտ այնպես, ինչպես խաղաղության գործընթացի մեջ տնտեսական երկխոսություններ, ինչ որ խմբեր են գնում եւ այլն։ Այդ մեխանիզմները ինչպես է օգտագործում եւ արդյոք օգտագործում եք եւ որոնք են արդյունքները։